Խաչիկ Դաշտենցի Ռանչպարների կանչը վեպը մի զարմանալի հերոսական պատմություն է, որը հյուսվում է առանձին անհատների, հերոսական մարդկանց, Զորավար Անդրանիկի, Գևորգ Չաուշի, Արաբոյի, Մախլուտոյի շուրջ, սակայն իրականում այս վեպը հայ ժողովրդի անկոտրում ոգու մասին է։ Այս տարի լրանում է Խաչիկ Դաշտենցի ծննդյան 115-ամյակը եւ նրա նշանավոր վեպը զուգահեռ ընթերցելու ենք գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ։ Ողջույն Արքմենիկ, ես սկսեցի պատմել այս վեպի մասին եւ վերնագիրը նշեցի եւ նրա հերոսների մասին նշեցի եւ անմիջապես ոգևորությունը ինձ այսպես պարուրեց եւ ես նորից վերադարձա դպրոցական տարիներ, երբ առաջին անգամ ընթերցեցի այս հիանալի ստեղծագործությունը եւ երեք էլ երբ նորից վերընթերցում էի, զգացի, որ ոչինչ չի փոխվել, որովհետև սա մի զարմանալի, իսկապես ներշնչող, ոգեշնչող պատմություն է, որը հեղինակը անվանել է վիպասկ։ Թերևս հվում կատարելով այն բանահյուսական ներդիրները, որոնք ակնհայտորեն կան այս ստեղծագործության մեջ, առասպելներ, հեքիաթներ, զրույցներ, էպոսից ինչ-որ մոտիվներ, էպիկական, արդյոք միայն սա է պատճառը, որ վիպասկ է, թե ուրիշ հատկանիշներ էլ կան։ Ես կարծում եմ, որ նախ եւ առաջ ընտրված ժամանակաշրջանը, որովհետեւ գիտեք մենք երբեմն ամրագրում ենք որոշ թվականներ, դրանք դնում ենք դասագրքերում, ասում ենք այդ մասին, բայց մեկ-մեկ չենք մտածում, որ այդ թվականները պատահական չեն, հա, տես եթե մի փոքր այդպես պատմական էքսկուրս անենք, կտեսնենք մի հետաքրքիր ու զարմանալի բան։ Մեր էպոսի, ժողովրդական էպոսի Սասնա ծռերի հայտնաբերումը, գրառումը 1873-4-78, հա, արդեն Գարեգին Սրբազանցի կողմից, որին հաջորդում է ռուս թուրքական պատերազմը, իր ամենատարբեր ընդգրկումներով եւ իրենից բխած ամենատարբեր շարժումներով, Ռաֆու գործունեությունը, մշակում, հա, Գրիգոր Արծունու, Ռաֆու այդ համագործակցությունը եւ մի կարևոր բան, փաստ, որը արդեն ավելի գիտականորեն 90-ական թվականների աշխատություններում ամրագրվեց, ըստ ամենայնի այդ նույն շրջանում սկզբնավորվեց նաև հայ ֆիդայական շարժումը։ Չգիտեմ, երբևէ որևէ մեկի մտքով անցել է, որ էպոսի հայտնաբերումը, գրառումը եւ մեր ֆիդայական շարժման սկզբնավորումը ժամանակագրորեն համընկնում է։ Եվ սա պատահական չէ բնավ իմ կարծիքով, որովհետև սա ներքին այսպես նախապատրաստության նաև արգասիկ է, որոշակի ոգեղենության արտահայտություն, որը բնականաբար պետք է իր կնիքը թողնել արդեն հետագա արտահայտության վրա, ինչպիսին Խաչիկ Դաշտենցի Ռանչպարների կանչն է, որովհետև այստեղ մի շատ կարևոր հատույթի հետ էլ գործ ունենք, հատկապես խորհրդային շրջանի պատմագիտության մեջ, ֆիդայական շարժումը ամենատարբեր մեկնաբանությունների արժանացավ, որում ընդհանուր մինչև ազգայնամոլական, չգիտեմ, ինչ-որ ապստամբական, հա, պարտիզանական ինչ-որ բաներ, բայց Ռանչպարների կանչը եկավ ցույց տալու, եթե շատ չխորանամ այս դեպքում արդեն պատմագիտության մեջ, որ այդ շարժումը եւ դրանից բխած մյուս գործողությունները, գործունեությունները, դրանք մեր ժողովրդի ոգուց, ներքին ընդգրկումներից, սպասումներից ծնված շարժումներ էին եւ ընդ որում էպոսի հետ հարազատությունը երևում է այն գլխից։ Եթե մի փոքր այսպես չափազանցած համեմատություն էլ անեմ, ըստ ամենայնի ֆիդայական շարժումը, որը հենքն է եւ ատաղձն է Դաշտենցի վեպի, շատ նման է նրան, որ փոքր մհերը դուրս է եկել ագրավաքարից։ Այո, շատ հետաքրքիր իհարկե էպոսի հետ համեմատությամբ դու սկսեցիր մեկնաբանել, ինչը բնական է եւ նաեւ այդ ժամանակաշրջանի հետ, որը իհարկե հայտնի է եւ ուսումնասիրել է ազգագրագետները կասեն, որ այս ինքնության վերածննդի կամ ազգային ոգու վերածննդի ժողովրդի կայացման, այսպես մի շրջանի ինքնընկալման, այս հատկանիշների ձևավորման շրջան է եւ իհարկե սնվել է մեկը մյուսից։ Այսինքն էպոսը մինչ այդ կար եւ ծվարած էր լեռներում, դաշտերում կամ սահմանափակում էր միայն այդ վիպասացների նաև ներշրջանակում ընթերցումներով, բայց Գարեգին Սրբազանցը, որ այս ազգային ազատագրական շարժման ներշնչողներից է, եթե կարելի է ասել, եւ հիմնավորողներից, որովհետեւ ինքը ցույց է տալիս ինչի համար պետք է ծավալել այդ ազգային ազատագրական շարժումը եւ ազգային ոգու այս վերածնունդն է ներկայանում իրապես եւ բանահյուսության մեջ եւ հետո գրականության մեջ, ինչպես նշեցիր, եւ նաեւ հենց բուն գործողության մեջ, որը այս վեպի հիմքն է, որովհետեւ դու եթե հիշում ես, այստեղ ուղղակի չեն նստում, հիշում անցյալը, ասում, այս սա ունենք, սա ենք կորցրել, մարդը դասը թողնում է եւ փախչում է եւ նույնիսկ չի սովորում Ռանչպարների կանչը, այս հիանալի բանաստեղծություն, այ Ռանչպարների կանչը
ինչու ռանչպարների կանչի ի վերջո մենք տեսնում ենք հերոսական զինվորներ, կռվողներ, թեև բոլորը ինչ որ ժամանակ ինչ որ բանով զբաղվել է խաղաղ աշխատանքներով։ Երկու հետաքրքիր պահ կա այդտեղ, առաջինը հղվում ենք դեպի մեր առասպելաբանությունը, որի ընդհանրական միտումը հետեւյալն է, որ մեր ժողովուրդը երբեք չի մղել տարածքներ զավթելու, տարածքներ գրավելու, նվաճողական քաղաքականություն, այո, մեր էության ամենակարևոր հատկանիշներից մեկը մեր տարածքի պահպանում, ամրացնում եւ շենացումն է։ Իսկ շենացում առանց ռանչպարի, առանց հողի աշխատավորի բնականաբար չի լինում, այո, եւ հողի պաշտամունքը իր հերթին։ Մյուս կողմից մի հետաքրքիր դրվագ կա արդեն ֆիդայական շարժման պատմությունից, երբ որ ամենանշանավոր ֆիդայիներից մեկը Արաբոն ասում է ինքը գութաներ վարում եւ ուղիղ այդ հողի վրա գործ անելուց գնաց եւ միացավ ֆիդայական շարժման եւ հետո դարձավ նշանավոր հայդուկներից մեկը։ Սա թերևս վեպի ամենակարևոր խորհուրդն է, որ ահա որտեղից են ծնունդ առնում այդ մարդիկ, որտեղից են սնվում այդ մարդիկ եւ ես կարծում եմ, որ սա ֆիդայական շարժումը պատկերելու հենց այդ էական կողմն է, հա, Դաշտենցը փորձել է, այսինքն ոչ թե փորձել է, նրա մոտ այնքան հանճարեղ է ստացվել այս վեպը, որ իսկապես շատ առարկայաբար տվել է ֆիդայական շարժման էությունը հենց հողի հետ կապվածության, այդ հողի ներշնչանքի, հա, եւ ամեն ինչը հողով ընդհանրացնելու եւ պաշտպանելու մարդկանց այդ նույն ռանչպարներին պաշտպանելու։ Դե տես դրանք արդեն ստիպողական բան է, մարդը իր խաղաղ աշխատանքը, արհեստը, կյանքը ուղղակի թողնում է, որովհետեւ դրա անհրաժեշտությունը կա, այ Մախլուտոն թողնում է դպրոցական դասերը եւ գնում է հայրենիքը պաշտպանելու։ Շատ շատերը շատ բաներ թողեցին եւ այստեղ մի քիչ շատ գլոբալ, եթե վերցնենք, այդտեղ նույնիսկ հայրենիքի խնդիր շատ գլոբալ չի դրվում, հա, որտեղ հողը արդեն այնքան ընդարձակ մետաֆոր է ռանչպարների կանչում եւ ընդհանրապես մեր ժողովրդի մտածողության մեջ, որ դա է ընդհանրանում եւ մարդիկ ըստ ամենայնի թողնում են իրենց մնացած աշխատանքները պաշտպանելու համար ամենակարևորը, որպեսզի վերադառնան կրկին այդ խաղաղ աշխատանքին, որտեղ ցանկացած գործունեություն, գործողություն ի վերջո ունի ինչ-որ ելակետ, եթե մենք ընդհանրության մեջ նայում ենք Խաչիկ Դաշտենցի բոլոր հերոսների, հա, թեպետ վեպում շատ են հերոսները, որտեղ հայտնվում են, անհետանում են, սյուժետային կոնկրետ գծեր չկան, չէ, եւ այլն։ Առանձին պատմությունները, որոնք ինքը հեղինակն ասում է, որ դրանք առանձին պատմվածքներ կարող են լինել, դրվագներ են։ Ժամանակին նույնիսկ այդպես էլ ներկայացվում էր, երբ որ վեպը այդքան դեռ շատ մեծ շրջանառություն չուներ, տես, այս բոլոր մարդկանց հերոսների ելակետը ի վերջո այդ ամբողջ այդ կռիվները, հա, այդ մարտերը, ամենատարբեր հարաբերությունները ինչի համար են, որպեսզի այս մարդիկ հնարավորինս շուտ ավարտեն այդ կռիվները եւ հնարավորինս շուտ վերադառնան իրենց խաղաղ, ստեղծագործ աշխատանքին, ռանչպարական գործին, որտեղ նրանց կեցության, ապրելաձևի էությունը դա է։ Եվ սրանով եւս մեկ անգամ ընդգծվում է, հա, վեպում հողի եւ մարդու եւ ընդհանրապես հայ ժողովրդի կենցաղավարության շատ կարեւոր հատկանիշներ եւ որոնք քանի որ ինքը Դաշտենցը շատ լավ գիտեր նաեւ բանայսություն, որովհետեւ ոչ միայն այնտեղից լինելով արմատների զատ ինքը հետագայում էլ երբ որ արդեն խորհրդային Հայաստանում էր հայտնի է որ շատ կարեւոր բանահավաքչական աշխատանք է կատարել։ Դա նախ արտահայտվել է Խոդեդան վեպում, որ մինչ այդ իհարկե գրառել է ուղակի այնտեղից եկած մարդկանց կյանքը կրկին այսպես վիպական պատում, բայց իհարկե այս ամեն ինչը շատ ավելի մշակում, զարգանում, բյուրեղանում է, հատկապես ռանչպարների կանչը վեպում, բայց այստեղ մի շատ կարևոր բան պետք է ասենք, որ սա ուղակի ստիլիզացիա եւ ոճավորում չէ եւ այս ամեն ինչը ոճավորման համար չի արվում։ Ըստ այդմ էլ այս վեպը հմայում է հենց այս իր հավաստիությամբ, անմիջականությամբ, որովհետեւ այս ամեն ինչը ծնվում է այդ ազգային ոգու ամենանուրբ ընկալումներից, որը գալիս է արմատներից, բայց որպես ինքն թարգմանիչ մարդ է, լավ կրթություն ստացած, գրականագետ, գրող եւ այլն, բայց սա չի դառնում ուղակի ներդիր այս բանայուսական, որովհետեւ նա ցույց է տալիս այս մարդկանց կյանքը եւ այս մարդկանց կյանքի ամենակարևոր բաղադրիչ օրինակ այս հրաշքներն են։ Այո, տես, այսինքն նրանք այս հրաշքներին հրաշք չի նրանց համար, սա իրենց կյանքն է։ Կռիվը իրենց կյանքն է, հողի հետ աշխատանքը իրենց կյանքն է, պայթող աղբյուրից դուրս եկող ձիերը էլի իրենց կյանքն են, այդ բժիշկները, չէ, որոնք հետո վերջում որոնք
էլի վերադառնալու են։ Առասպել, դիցաբանություն, հրաշք, բայց դա իսկապես շատ ճիշտ նշեցիր, դա իրենց իրականությունն է, ու այստեղ չի առանձնանում պատումից։ Եվ սա նաև տանում է կրկին էլի մի կարճ բան, որ այ մեր ազգային ոգու ավելի ամբողջական ընկալումից է գալիս, այսինքն մեր էության բաղադրիչն են այդ հրաշքները կամ դրանց նկատմամբ, այո, դրանց նկատմամբ հավատը, եւ այստեղ մենք շինց ու ոչինչ չենք տեսնում, ինքը չի նմանակում մոգական ռեալիզմին։ Այո, թեպետ այդպիսի տեսակետներ փորձել են վերագրել ռանջպարների կանչին, տես ինչու է շեշտում, որ բանայություն իրականությունը, այստեղ մի շատ կարևոր հատույթ էլ կա վեպի, որը պետք է անպայման հաշվի առնենք, գաղտնիք չէ դա եւ Դաշտենցի մասին եւ կոնկրետ ռանջպարների կանչի մասին գրականության մեջ դա շեշտվել է Ռուբենի, հեղափոխականի մեր հիշատակները, հատկապես այդ հուշագրության 7 հատորանոց մեծ ներկայությունը ռանջպարների կանչում, որը մի կողմից թվում է թե այդպես կարող էր փաստական առատությամբ խեղդել, ռանջպարների կանչը վեպը, բայց ծառայել է շատ կարևոր բանի։ Ըստ ամենայնի բոլոր հերոսները գրեթե բացառությամբ 1-2 հոգու, նրանց արարքները, ամենատարբեր գործողություններ վկայագրված են որպես իրականություն, հուշագրության մեջ վկայագրված են որպես իրականություն։ Դաշտենցը դրան ուղղակի երբեմն փոքրիկ համու հոտ է, հավելում, բայց դրանք այնքան ներդաշնակ են, որ գալիս են լրացնելու մեկը մյուսին, տես Ռուբենի հուշագրության մեջ վկայագրվածը արդեն բերում է եւ հավաստի է դարձնում հրաշքը այս վեպում, եւ հրաշքը իր հերթին էլ ավելի է հրաշք դառնում, որտեղ դու գիտես, որ կան հավաստի իրական անձնավորություններ եւ իրական փաստեր այդ վեպի հետ։ Այստեղ էլի գայսը բերուշա, իդեալականացնում է արդյոք Դաշտենցը, այսինքն հենց էպոսն էլ, եթե մենք տեսնենք այդտեղ հերոսները ոչ բոլորը իհարկե, բայց մասամբ իդեալականացած են եւ մեր ժողովուրդը այդպես էլ ընկալում է այդ լավագույն բաները ժողովուրդը դնում է էպիկական հերոսների մեջ։ Այստեղ էլ այս հերոսները էպիկական հերոսներ են իդեալականացման որոշակի աստիճանով, բայց այ քո ասած փաստագրումը որոշակի կա, նրանք ոչ միշտ են այսպես այ դրական կողմից ամբողջությամբ ներկայացում, օրինակ նույն Սերոպ աղբյուրը, որը մարդկանց նկատմամբ շատ խիստ էր, բայց կնոջ Սոսեի հետ էր չէ միշտ սարում, որը հակասում էր ֆիդայական վարքականոնին, Արաբոն, օրինակ այնտեղ Չաուշիսի արվելու այդ բանը եւ այլն, բոլորը, որոնք իրականում կրկին դառնում են նրանց կործանման պատճառ, ինչպես եւ էպոսում է, այսինքն այ էպիկական հերոս շատ դիպուկ բան ես նկատում եւ ռանջպարների կանչը գալիս է եւս մի բան էլ հավաստելու, էլի տեսնենք շատ ենք իսկապես խոսում բանայությունից, բանից ինչ որ մոտիվներից, որոնք ընդունված են, բայց ռանջպարների կանչը բխեցվելով կյանքից գալիս է շատ ռեալ ցույց տալով, որ այն ինչ որ օրինակ սաստանածներում մենք դիտարկում քննարկում ենք որպես ընդհանրացումներ, սիմվոլացումներ եւ այլն, շատ մոտ են իրական է, այո։ Դες այստեղ մի շատ նուրբ կտորել կա, որ առաքելությանը, վարքականին ոչ միշտ հավատարիմ լինելը հանգեցնելու է կործանման, ընդհանուր գործի տապալման, միասնականությունը եւ այլն բերելու է ընդհանուր այդ սուրբ գործի ուրեմն տապալմանը կամ ոչ այդքան հաջող ընթացքին ի վերջո, այսինքն այստեղ նաև միաժամանակ այդ բյուրեղացած ժողովրդական ընկալումներն են, ժողովրդի իրականության, ազգային բնավորության, էության, գուցե նաև պատմության, իրական պատմական անձերի դեպքերում դրվագային ձևով պատմված, բայց արտացոլում են իրականությունը էլի այո։ Դες այստեղ մի շատ նուրբելի եւ գրողական հնարք կա, չասեմ ավելի շուտ հնարք, այլ երևի թե այդ ամեն ինչի հանդեպ ավելի արդար լինելու սկզբում, որը որդեգրեց Դաշտենցը ռանջպարների կանչում, տես այնուհանդերձ Ռուբենի հուշերում մի փոքր ավելի երկրորդական պլան է մղված Անդրանիկ Օզանյանը։ Եվ վեպի պատմող հերոսը ըստ ամենայնի Մախլուտոն նույնպես այդքան էլ շատ չի հիշատակվում Ռուբենի հուշագրության մեջ, բայց Խաչիկ Դաշտենցը շատ լավ երևի ըստ ամենայնի ուսումնասիրել է նաև այդ քիչ երևալու պատճառները, բայց ահա այդ ոգին չկորցնելու համար, այդ ընդհանրականությունը չկորցնելու համար նա Անդրանիկին բերել է առաջին պլան որպես գլխավոր իդեալ, գլխավոր հերոս
այդ ամեն ինչի ընդհանրացում, մարմնացում, այսինքն այստեղ էլ մենք գործ ունենք որոշակի այդ էպիկականության հետ, որպեսզի այդ ներդաշնակությունը չխախտվի։ Ընդ որում ի սկզբանե այդպես չի, որովհետև մենք Անդրանիկին ծանոթանում ենք այդ ախորում նստած, որտեղ ինքը ուրեմն վերանորոգում է հրացանի կոթը եւ այլն, ինչ որ ցավեր ունի բան եւ այսպես թաքնված հերոս է, բայց մինչ այդ արդեն սերո պաղբյուրի բանի մասին եւ կարծես թաքնված է, բայց հետո գալիս դառնում է գլխավորը։ Այո, այն զորացող ուժն է, որը տես նաև ընդհանրացման տեսանկյունից էլի շատ խորիմաստ է, որտեղ մենք ֆիդայական շարժումը այդուհանդերձ նաև անհատներով էր շատ պայմանավորված, հա, որտեղ մենք հիշում ենք կոնկրետ անհատների, կոնկրետ ֆիդայիների, դրանք վտակներ էին, որոնք ձևավորում են այն մեծ գետը։ Եվ ընդհանրապես Անդրանիկ իր կերպարով, իր սպիտակ ձիով, հա, ընդհանրապես իր մասին բազմաթիվ պատմություններով իր շուրջ հյուսված ամենատարբեր երգերով եւ այլն բանահյուսական ըստ ամենայնի էս ֆիդայական շարժման մարմնացումն է եւ ընդհանրացումն է այն բոլոր հերոսների, որոնք եղել են իրական կյանքում եւ Խաչիկ Դաշտենցի մոտ էլ ավելի էպիկականացվել են։ Թեպետ այս դեպքում էլի եմ ասում, շատ պայմանական են այս արտահայտությունները, որտեղ էպիկականը ոչ թե հնարք է Դաշտենցի մոտ, այլ բնականության պարզապես արտացոլումը եւ այս հանգամանքն է, որ այս վեպը իսկապես դարձրել է անփոխարինելի։ Մի շատ կարևոր հատկանիշ էլ կա, որի մասին ուզում եմ խոսել այս վեպի առիթով, որտեղ դու նշեցիր վերընթերցումների պարագան։ Իհարկե մենք մեր ընթերցել է այս վեպի համընկավ մի շատ կարևոր շրջանի հետ, երբ որ ֆիդայական շարժումը նոր էինք բացահայտում ինքներս մեզ համար եւ հասարակության մեջ էլ շատ մեծ ոգեղենության ալիք էր տիրում, չմոռանանք 1980 թվականներ, արդեն պատերազմ եւ այլն, եւ այս հերոսները, այս ֆիդայիները շատ ոգեշնչող են եղել ոչ միայն ընթերցողի համար, այլ ընդհանրապես մեր հասարակության մեջ պատերազմի դաշտում եւ այլն, եւ թվում է թե երբ որ այսօր այս ամենատարբեր իրողությունների պայմաններում ինչ որ թվում է թե այլ ընթերցում պետք է բերի ռանչպարների կանչը, բայց ապշում ես այս վեպի հենց այդ էպիկականությունից, էլի, հենց այդ ինչպես չի կարող երբևէ հնանալ, պաթետիկ համարվել մեր էպոսը, նույն հատկանիշները ունի նաև ռանչպարների կանչը։ Իսկապես, երբ որ վերընթերցելու փորձ ես անում, թեկուզ ես իհարկե չկարողացա ամբողջովին այլ մի քանի գլուխ, այդուհանդերձ ոչ մի ավելորդ բառ չկա, հա, որը քեզ կտանի այլ մտածողությունների, ոչ մի ճոռոմ բառ չկա, ճշգրտությունը կա, բայց այն մեծ հմայքը, որը հենց այդտեղից է գալիս, այսինքն այդ հրաշքները, մեկ բառ, մեկ նախադասություն, հերոսները այսպես բան չեն էլի բարձրացվում են, շատ իդեալականացվում են, իրենք կա, շատ բնական է եւ այս բնականությունը հենց գալիս է այդ աշխարհի, այդ մարդկանց իրականության ընկալման բնականությունից եւ այս վեպը իրապես այս թե ավանդություններով, թե ամեն քարի, ժայռի նկարագրությամբ, ուրեմն Սասունի, Տարոնի այդ հարակի շրջանների մուշի եւ այլ նկարագրություններով շատ այսպես էլի կրկին պարզ բնության նկարագրություններով մի այնպիսի հմայք է բերում եւ վերացնում է այս կործանված այս աշխարհը կարծես թե ցավոք այժմ մեզնից հեռու գտնվող աշխարհը ժամանակը մարդկանց, որը անչափ հուզիչ է, բայց հուզիչ է, որովհետեւ այ մենք տեսնում ենք, որ մեր արմատները ազգային այս ոգու շերտերը այդտեղ են։ Այդտեղ են եւ ինչպես կարող են դրսևորվել։ Տես սա Մուշել Գալշյանը, երբ որ վերջաբան գրեց վեպի առաջին հրատարակությանը, որը Դաշտենցի մայից հետո լույս տեսավ իհարկե ռանչպարների կանչը եւ կարելի ասել, որ դեռ ամբողջովին ավարտված էլ չէր վերջնական հեղինակային ցանկության, որտեղ դուստրը պատմում է, որ ինքն է շատ հաճախ ձեռագրերը վերցանել, ստիպված է դիմել տարբեր մասնագետների օգնության։ Ահա Գալշյանը այդ օգտակար եղած մարդկանց էր եւ վերջաբան հրատարակեց, որը վերնագրված էր Բրաբիոն ծաղիկ Որոնովը։ Հա, եւ այդ Բրաբիոն ծաղիկի էությունը պետք է փորձենք մեկնաբանել այս վեպը գնահատելիս, որտեղ դա մի ծաղիկ է, որ աճում է ամենաբարձր տեղերում, հա, եւ որը կարող է եւ չհանդիպել, բայց իդեալականը, չգիտեմ, այդ ձգտումի անվերջությունը, կատարելությունը հենց այդ Բրաբիոն ծաղկի որոնման process-ն է։ Եվ
ռանչպարների կանչը որպես վեբ, որպես վիպասկ եւ մոտեցումը այդ կերպարներին, ֆիդայիներին, նրանց ամենատարբեր արարքներին պետք է մենք ընկալենք եւ մեկնաբանենք որպես բրաբյուն ծաղկի որոնում, որտեղ անկախ նրանից ինչ արարքներ են կատարվում վեբում, որտեղ ամեն ինչ չի որ միանշանակ է։ Մենք դա պետք է ընկալենք որպես ահա էության հոգեհատակի որոնում, որը Խաչիկ Դաշտյանցը փառահեղ է արել ուղղակի այս որոնում, բայց ինքը գտել է եւ ցույց է տալիս, այո, Տիգրանը գնում է, բարձրանում է Արարածար եւ այն որոնում է այս ծաղիկը եւ այս վեպն էլ իսկապես շարունակում է մեզ ոգևորել եւ այսօր էլ մենք ոգևորված խոսեցինք, վեպը իհարկե բավական ծավալուն է եւ շատ ուրիշ խորհուրդներ, հետաքրքիր դրվագներ ունի, ուրիշ առանձնահատկություններ, որոնք չհասցրեցինք անդրադառնալ, բայց կարծում եմ, որ թեկուզ այս Հոբելյանի առիթով անպայման պետք է վերցնել եւ վերընթերցել այս հրաշալի ստեղծագործությունը։